իրավիճակը քաղաքում եւ մարզերում լարված է միայն մի բանի համար, որ կեղծ պայքար է տարվում, կեղծ, հիմա կբացատրեմ ինչի համար կեղծ, շինծու, ոչ իրավական, թեկուզ եւ քրեական օրենսգրքում նշված է 4 հոդված քրեական ենթամշակույթի, բարձրագույն աստիճանակարգի եւ բանի դեմ պայքարի, բայց իրականում այդ 4 հոդվածները օգտագործվում են, որպեսզի համայնքներում գոյություն ունեցող բալանսը թուլացնեն։ Հիմա ես կասեմ, որ բալանսի մասն է խոսքը։ Իրականում բոլորս էլ դուք եք բավականին լուրջ պարկեշ տարիք ունեք եւ շատ լավ կհիշեք, որ համայնքներում, թաղերում, երբ որ կային հեղինակություններ, ուրեմն թաղում բավականին լուր էր իրավիճակը, նույնիսկ երկու երիտասարդների միջև վեճը լուծվում էր թաղի հեղինակության, երբեմն շատ է հանդիպել, որ երկու կողմերի ծնողների հետ է միասին հրավիրվել այդ վիճող երեխաները, որպեսզի հետագա բախումները կանխվեն։ Բայց եղել են նաև կոնկրետ բախումներ։ Տիկին Պետրոսյան, նախ ուրեմն իմ համար, որպեսզի չստացվի, որ այսօր Իսանը քարոզում է քրեական ենթամշակույթն ու նրա հետևանքները, մենք էլ թույլ չենք տալիս հանցագործություն կատարած անձը, ով քրեական օրենսգրքով, սահմանված կարգով կատարել է հանցագործություն, պետք է կրի պատիժ, բայց հիմա եկեք մենք հասկանանք քրեական օրենսգիրք եւ քրեական ենթամշակույթ։ Ռուսները քրեական ենթամշակույթ չեն ասում, իրանք ասում են մշակույթ։ Ուգալովնա կուլտուրա։ Սա մշակույթի մի մաս է, որը դեռևս շատ վաղուց, դեռևս միջև սովետական միության կարգերի հաստատումը եղել է, կա գոյություն է ունեցել եւ դա վերացնել հնարավոր չէ։ Այնպես ինչպես հնարավոր չէ, որ եթե Նիկոլ Փաշինյանը Կոշի գաղութը քանդեց եւ դարձրեց մեկ այլ տեղ, Կոշի գաղութի հետ կապված եւ իր հիշողությունները, իր հետ սակամերնիկների նույն պատշախուցի կամ հարևան խցերի կալանավորները չեն հիշում Նիկոլ Փաշինյանին եւ ինքը կարա այդ էջը ջնջի իսպառ իր կյանքից։ Սա Կոշի հետ կապված եւ Նիկոլ Փաշինյանի տվյալ ժամանակ որպես կալանավոր եղած ժամանակի հետ կապված Կոշ, հետո եթե չեմ սխալվում արդիկ։ Տիկին Պետրոսյան, եթե չեմ սխալվում, մեր հզոր աշուրներից մեկը շատ լավ խոսք ունի, ես բայն չեմ ասի, թե որ աշուրն է, որ ասում է իմ բանջարը ձեր հանճարին վնաս չի։ Հիմա տեսեք, քրեական օրենսգրքի 322 հոդվածը խոսում է օրենքով գող ճանաչելու, այսինքն բարձրագույն այդ տիտղոսի մասն է խոսքը, ճանաչելու հետ կապված դրա հետևանքները եւ այլը։ Հիմա հարց. արդյոք օրենքով գող լինելը ինչով է վնասել Հայաստանի Հանրապետությանը։ Բացի նրանից, որ կարգավորվել են չգրված օրենքներով, չգրված մշակույթով, բայց ապրող գոյություն ունեցող մշակույթով, օրենքով սահմանված իրենց օրենքով։ Հիմա եթե չեք քարոզում, միտքը ո՞րն է, պարոն Իսայան։ Տիկին Պետրոսյան։ Կա օրենսդրություն, արդեն ենթամշակույթի դեմ պայքարի օրենսդրություն։ Տիկին Պետրոսյան, այդ ես հիմա ուղղակի այստեղից կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության նորընտիր պատգամավորներին, ովքեր օգոստոսի 2-ին ընդամենը 2 օր հետո կգնան ազգային ժողով, որպեսզի նախաձեռնությամբ հանդես գան, օրենսդրական փոփոխություն իրականացնելու եւ կոնկրետ 322-ից 324 հոդվածները պարտադիր կերպով վերանայեն։ Եթե չեղարկեն, եթե չեն կարողանալու այդ 4 հոդվածները հանել քրեական օրենսգրքից, ոնն է փոփոխությունների ենթարկել։ Դուք առաջարկում եք հանել։ Ես առաջարկում եմ, որպեսզի վերանայեն, որպեսզի այնտեղ գոյություն ունեցող սխալներ։ Հիմա տեսեք, ինչա տեղի ունենում, մի քիչ ավելի կոպիտ կասեմ, էլի կներեք, բայց այսպես ասեմ։ Մարդը իր տանը նստած է։ Ու որոշում են, որ մասկեքով մտնեն, թևերը ոլորեն ու տանեն բաժին։ Առանց ոչ մի բանի, հարևանների բոլորի ներկայությամբ եկան ասին գողականա։ Լսի եղբայր, այդ մարդը
բիզնեսմենն է, ինքը ունի բիզնեսմեն, դուք գիտեք, որ ինքը ղեկավարում է բիզնեսը, դուք գիտեք, որ ինքը ունի աշխատողներ, ասма չէ, իր աշխատողները չեն, այդ իր հետ, իր կողքին կանգնած, այն խմբավորումն է, որը, ասենք ախրանիկներին հետները տանում են, մեկին տանում են, մեկին պարկասնում են, ինչի համար, դրանից հետո հայտարարությամբ են հանդես գալի, ասում սա պրոֆիլակտիկա էր, լսի, ընտանիքի անդամների աչքի առաջ, թորներով, երեխեքով, կին դուք մտնում եք, պարկասնում, տանում եք, դրանից հետո հետ եք թողում, ասում եք պրոֆիլակտիկա էր, սա արդյոք, նորվա ձեր ասած, իրավունքների ոտնահարում չի, ինչ է արել, ներողություն, ինչ է անում այդ մարդը, լավ հեղինակություն է, այդ հեղինակությունը դու չես կարող վերացնել, բայց շատ փորձագետներ նշում են, որ քրեական ենթամշակույթը արդեն որոշակի փողոցային հանցագործություն չէ, այն արդեն մտել է բիզնես, պետական կառավարում, բանակ, Տիկին Պետրոսյան, եթե հիշում եք, նույնիսկ առաջին գումարման ազգային ժողովի ժամանակվանից սկսած ավելին 98 թվականի 99 թվականին ձևավորված ազգային ժողովից սկսած վերցրեք այնտեղ կարդացեք բազմաթիվ հոդվածներ, հեղինակություններ, Նիկոլ Փաշինյանը աշխատել է այդ հեղինակությունների հետ, թե ելքի ժամանակ, թե դրանից հետո, թե ԿՓԻ-ով, թե չգիտեմ ինչով աշխատել է, նրանց հետ շփվել է, այսօր Նիկոլ Փաշինյանի թիմի մասնիկ կազմողների հետ կապված տեղի, եղան բազմաթիվ քննարկումներ քանաքերցի տուի սպանության եւ իրատանը տեղի ունեցած կրակոցների հետ կապված անուններ շրջանառվեցին Նիկոլ Փաշինյանի կռուգից, կռուգ ասեմ էլի, ոչ թե իր շրջապատող անձանցից, այլ կռուգից, բազմաթիվ զրույցներ ա գնում, ինչ ա տեղի ունենում, այսինքն եթե անձը ապրել, մեծացել եւ վայելել է հեղինակություն այդ գյուղի մեջ, որտեղ իր խոսքը արժեք ունի, տվյալ տարածքում, շենքում, բակում, թաղամասում, որտեղ իր խոսքը արժեք ունի, ուրեմն իրան կարանք առանց երկար մտածելու, երկու հատ զեկուցագիր, երկու հատ հաշվետվություն, մեր կողքին եկան իրանց տան բիսեդքում իրար հետ նարդի խաղացին, լոր կերան, ուրեմն դա դարձավ քրեական ենթամշակույթ կրող անձ, իր կողքի հավաքվողներն, մարդ իր կողքին հավաքում է իր համախոհներին Գործող իշխանությունը իր կողքին հավաքել է եւ տանում է կառավարություն ու ազգային ժողով իր համախոհներին, չէ, իր նմաններին։ Հիմա բնականաբար ձեր կողքին հավաքվելու են ձերպես հայրենասեր, պավացքով, էլեգան կանայք այն թիմը, որի հետ որ դուք մեծ սիրով եւ սուրճ կխմեք եւ կզրուցեք։ Դուք բամբասկոտ կանանց հետ չեք կարող շփվել։ Հիմա եթե թաղում բնակվողները իրար գաղափարապես հասկանում են, խոսքը հարգանքը կշիռ ունի, Բաքում չարություն անողներին ասма չի կարելի, տո չարություն անողների հորն են ասում չի կարելի, սա դարձավ քրեական ենթամշակույթ, լուրջ եք ասում, ու դրա համար կարան գան մտնեն Բաքու, որինում ոնց ուզեն պարկասնեն ու ասեն, դուք ուզում եք բան գնաք, հա, գողական գնաք, գողականը այդ ստեղից Աբովյանի բանն է, հա, Կալցևոնա Բալահովիտի, մարդիկ ապրում են հեղինակություն ձեռք բերելու համար, մարդը ապրում է թաղում, ոչ մի անգամ չդատվելով, չդատապարտելով, ժողովուրդը իրան հարգում է, իր խոսքի կշիռ է։ Այդ մարդին հենց պետությունիկն է հանցագործ դարձնում։ Այո, Տիկին Պետրոսյան, այո եւ դարձյալ այո։ Այսօր մենք ունենք բազմաթիվ անձինք, ովքեր որ նստած են քրեակատարողական հիմնարկներում չկատարած հանցանքների համար։ Այսօր Սևան քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ կապված կարող եմ ասել, որ դիմում է գրում 8 ատյանների, որ ինքը չի կատարել հանցագործություն եւ նույնիսկ կասկածում է, որ տվյալ քրեական գործում իր փոխարեն ստորագրած կա։ Մենք հիմնավորեցինք, որ Արտյոմ Ղազարյանի փոխարեն ստորագրած կար ոստիկանության աշխատողների կողմից։ Հիմա ինչ ստացեց ոստիկանության աշխատողները, նույն ինքը պետությունը Նոյեմբերյանի մասնախոսքը Արտյոմ Ղազարյանի փոխարեն ստորագրելով նրան դարձրեց հանցագործ, տարավ դեպի քրեակատարողական հիմնարկ։ Հիմա ինչ անեմ, այսպես շարունակեմ, ես ասում եմ, հավաք լավ ճանաչել են X անձին օրենքով գող, կամ լավ ընդունել են, որ նա կարող է որպես հեղինակություն այս թաղում չթողել, որպեսզի բախումներ լինի։ Ես եւ մահացածների ընտանիքի անդամներին եմ ցավակցում եւ իրականում են սպանողների հետ կապված ոչ մի վատ բան չեմ ուզում ասեմ, որովհետեւ չգիտեմ ինչի հիման վրա եղել
տեղյակ չեմ, այդքան կրակոցներ, այդքան բաներ, դուք կարծում եք, որ նախկինում կարելի էր մտնել եկեղեցու մարդուն դանակարել, սրբավայրում անձին դանակահարել ու մնալ անպատիժ, լուրջ եք ասում։ Դուք մտածում եք, որ հիմա ամեն ինչ անում են, որպեսզի, գիտեք, ազգային ժողովը ունի նախագահ, դա ազգային ժողովի նախագահ, դա, հա, ինքն է ազգային ժողովի մի քիչ կոպիտ աստացում, բայց տերը, տնօրենը, նախագահում է, եւ հարկ եղած դեպքում նաեւ որոշում է կայացնում մեկին ազգային ժողովի դահլիճից հեռացնելու, նիստին 3 նիստի չմասնակցելու կամ բանի։ Ուրեմն կառավարությունը ունի ղեկավար, ով որոշում է կայացնում նախարար նշանակել բանանել։ Նույնպես փողոցը, սիրում են ասել փողոցը ունի տեր։ Եվ այդ փողոցի տերը ինքն է կարգավորելու, որպեսզի փողոցում բախումներ, որպես այդպիսի բաներ չլինեն։ Հասկանում եք, այսօր պետությունը ավելի շատ պետք է շահագրգռված լինի։ Այդ փողոցի տերերին, որ բախումներ չլինեն, բայց չէ որ կան դեպքեր, ոնց բախումները իրանք են հրահրում։ Տիկին Պետրոսյան, չկա։ Ոչ, փողոցի իրական տերերը իրական տերեր ասելով, այսինքն իրական հեղինակությունները ոչ հանցագործները, ոնց որ դուք եք ասում։ Տիկին Պետրոսյան, այո, ոչ հանցագործները։ Եթե փողոցը ունի տեր, ուրեմն ոչ մի տանտեր չի ցանկանա, որ իր տան մեջ հարս ու կիսուր իրար մաս պոկեն, որ երկու եղբայր ինչ որ բանի շուրջ վիճեն, հակառակը ինքը կատարում է իսկական տիրոջ կարգավիճակ։ Թող ամեն մի փողոցում, ամեն մի բակում մի տեր նշանակեն։ Եթե հիշեք, մենք ձեր մոտ ենք խոսել դարձյալ, բայց մի քանի տարի առաջ այդ թեմայից։ Ուրեմն լինում են դեպքեր, երբ որ քրեական օրենսգիրքը կամ քաղաքացիական օրենսգիրքը այլևս անզոր է իրականացնել դրույթներ, որը հենց ինքն է սահմանել։ 3 տարվա վաղեմությամբ չես կարող պարտքը վերցնես, եթե չկա։ Ուրեմն նմանատիպ բազմաթիվ հարցեր ընդամենը մեկ հեռախոսազանգի միջոցով իրականացնում է հեղինակությունը։ Այն փախած մարդուն ես չեմ զլանա կասեմ դեպքը հենց։ Ուրեմն MMM Invest-ը, որ կար Հայաստանի Հանրապետությունում 90-ական թվականներին, ժողովրդին շատ լավ գիտեք, որ Mercury Enterprises ժողովրդին բավականին լուրջ թալանեցին։ Քանի ընտանիքներ իրենց ունեցվածքը դրեցին որպես ավանդ։ Ուրեմն 90-ականներից մոտ 15 տարի անց Նալբանդյան գյուղում Պողոսյան Իլիչ նախկին ոստիկանության աշխատող ընդամենը լսում է, որ Մոսկվայից եկել է իր հարևանի տղան։ Գալիս են տեսնելու հարգանքով բան, ու սենց նեղված ասում է, բայմացար ասում են, տունս ասում է, տենց էլ փողը դրեցինք MMM Invest-ը գնացը չեկավ։ Առանց երկար մտածելու, տեղում զանգա տեղի ունենում Մոսկվա, 14 տարվա վաղեմությունից, որ օրենքը ի վիճակի չէր փոխվել են ժամանակները, Պողոսյան Իլիչի տան գումարը ոչ թե այն ժամանակվա ներդրումով, այլ տվյալ պահին գործող տան գնի չափով, հետ վերադարձավ Իլիչին։ Հիմա հարց, պետությունն ինչ ասում, ասում է դիմեք դատարան, դատարան կգտնի, դիմում ես դատարան, ասում է ոչ մի թուղթ չունես, լավ, վաղեմությունը 3 տարին անցել է, ոչ մի բան չեն կարող անել։ Տիկին Պետրոսյան, ես սա չեմ կովերքում, հասկանում եք, էլ եմ ասում։ Եթե չեմ սխալվում, Ժիգլովն է ասում, չէ, ասում է, որ должен сидеть в тюрьме, այդպիսի մի հատ խոսք է, չէ։ Հիմա եթե հեղինակությունը կարողանում է անխոչնդոտ իրականացնել թաղամասում, քաղաքում, բանում, ընդամենը հեռախոսազանգերի, ընդամենը հանդիպելու, զրուցելու, քննարկելու արդյունքում լուծում են հարցեր, վերացվում են թշնամություններ։ Թող գլխավոր դատախազ, ոստիկանապետ, ներքին գործերի նախարար, թող ինձ ասեն, որ այս Էլիսանը սուտ է ասում։ Երբ որ եզդիական համայնքում տեղի ունեցավ վեճ, դանակահարություն եւ այլն, ես փորձել եմ գլխավոր դատախազության եւ նախարարության ներքին գործերի նախարարության միջամտությամբ առաջարկությամբ եմ հանդես եկել։ Բերեք եզդիների միջև թշնամությունը, որը արդեն 25 տարվա, 29 տարվա վաղեմություն ունի, բերեք ձեր մասնակցությամբ երկու կողմերին հաշտեցնենք, որպեսզի արունը այլևս չհեղվի։ Եվ բնականաբար նրանք չհամաձայնվեցին, որպեսզի մասնակցեն երկու կողմի հանցագործություն կատարած անձանց բարիշելու պրոցեսին։ Դրամալ գոյություն ունի դատարան։
Ոչ, ինչ տեղի ունեցավ։ Մի հատ լավ կարգին հաստ բեղերով եզդի հոպար, ով որ ուներ հարգանք եզդիական համայնքում, հեռախոսով մի 5-6 բեղերով եզդի հոպարների շեխերի հետ խոսած եւ որոշեցին, որ երկու կողմին տանեն հաշտեցման։ Իսկ եզդիական համայնքը դուրս եկավ իր այդ հարգված մեծերի խոսքից եւ գնում է հաշտեցման։ Այս սա հեղինակության խոսքի արժեքն է, հասկանում եք ինձ։ Հեղինակություն ունեցող անձին դու չես ընտրում, որ ինքը դառնա հեղինակություն։ Ինքը դա գիտեք իր ամբողջ կյանքի ընթացքում իր ապրածով Սա շատ վիճելի հարց է, որտեղ այդ հեղինակությունը ասած է ինչ չափորոշիչներով է, դա ձեզ համար կարող է հեղինակությունը ինձ համար ոչ։ Սա վիճելի հարց է, մենք մեր հաղորդման ժամանակ չենք կարող սա շարունակել։ Ես ասում եմ, ժամանակը մոտ է ավարտել։ Անձը պետք է դատվի, բայց հանցագործություն չկատարած անձը լինի դա օրենքով գող, լինի դա թաղային հեղինակություն, լինի դա իրական մաքուր ապրած եւ հասարակության մեջ մեծ ընդունելություն ունեցող հեղինակություն չպետք է հետապնդվի շինծու գործերով, պրոֆիլակտիկայի համար չպետք է իր ընտանիքի անդամների ներկայությամբ հարսի թոռի գետինը պարկացվի, որպիսի մասկի շոուն իրանես ձև կանդալաս տանի։ Սա անթույլատրելի է, եւ եթե լինեն նմանատիպ դեպքեր, ես անկեղծ եմ ասում, որպես իրավապաշտպան օրենքի ուժով, բնականաբար իրենց ցանկությամբ եւ համաձայնությամբ Այսեր Իսայանը եւ իր համախոթիմը կանգնելու ենք նման մարդկանց իրավունքի կողքին։ Իսկ ես խոսում եմ իսկական հեղինակությունների մասին եւ ոչ թե այն շինծու հեղինակությունների, ում վերջի 8 տարիների ընթացքում ուղղակի լցեցին փողոց, որpիսի թմրանյութը անարգել տարածվի, որpիսի հանցագործությունները մնան անպատիժ։ Մի հատ բան եմ ասում էլի, տասնյակ դրվագներով կատարող հանցագործություն կատարող անձը Տիկին Պետրոսյան ազատության մեջ հասկանում եք դատախազն ու ոստիկանությունը լավ ոստիկանությունը բռնում բերում է դատախազությունը քննչական մարմինը եւ մնացածը դատարանը սմարտուն ասում են ապեր դու ազատ ես գնա ու հետո մենք լսում ենք եւս 5 դրվագ հանցագործություն նույն անձի կողմից ու հետո տանում են էլի ասում են ապեր դու ազատ ես հիմա արի այսեր Իսայան մի կասկածի որ դատարանը դատախազություն եւ քնչական մարմինը ինչ որ բանով շահագրգռված են ոստիկանը չի քնում գիշեր ցերեկ մանագալի գտնում բերում է բայց արդեն չունի լծակներ այն 10-օրյա ժամկետը ոստիկանության հետաքննության մարմինը հանել են եւ այսօր ուղակի իրավապահ համակարգում sense մի հատ բան հա սարսափելի վիճակ է փողոցում չկա կարգավորողը որտեղ ինքը հետապնդման մեջ է չեղած տեղից հեռախոսային զանգով ինչ որ մեկը եկավ քո տուն գնաց, այսինքն ստացվում է որ երկու հեղինակություն իրար տուն պետք է չգնան չգան, որովհետև մի անգամից հատուկ ծառայությունները կարան մտածեն, որ իրանք հանդիպեցին, որպեսզի քննարկեն, հա հանդիպել են, որպեսզի իրար հետ մի հատ նորմալ դեղցիկ կամպոտ ուտեն,